Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 317 համայնքներում տեղի ունեցան համայնքապետերի եւ ավականու ընտրություններ։ Ամենաթեժը իջմիացնում էր, որտեղ դեռ մի քանի օր առաջ քաղաքական պայքարը քրեական երանգներ էր ստացել։ Գործող քաղաքապետի մրցակիցը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Նա պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել քաղաքապետը Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը եւ նրա եղբայրը։ Կարեն Գրիգորյանի շրջապատը լուրեր է տարածել, թե բախումը հրահրել են մրցակիցները, կտրելով քաղաքապետի մեքենայի ճանապարհը եւ կրակելով նրանց ուղղությամբ, ինչից հետո Մանվել Գրիգորյանի որդիները իջել են մեքենայից եւ զինաթափել Արթուր Թումանյանին եւ նրա ընկերոջը։ Հույս կա, որ նախաքննությունը կպարզի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մանրամասները։ Պատգամավոր Մանվել Գրիգորյանը նույնպես հորդորում է սպասել նախաքննության արդյունքներին։ Ոչինչ, ելնա պատահում, ամեն ինչ լինելու է։ Անգլիքան ասում են ձեր որդիները ծեծի են ենթարկել Թումանյանին ու Ստեփան Արտարյանին։ Եթե ասել են իմ որդիները, եթե որևէ մեկին կպեմ, ուրեմն ամենախիստ օրենքով եթե չպատժեն, իսկ շարարողներ ես խոստանում եմ, որ ամեն ինչով պատասխան կտամ։ Քվեարկության արդյունքում Կարեն Գրիգորյանը երրորդ անգամ զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը։ Հիվանդանոցում գտնվող նրա մրցակիցը հայտարարել է, որ քվեարկությունն անցել է վախի մթնոլորտում։ Քվեարկության մյուս թեժ կետը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում էր, որտեղ համայնքապետի պաշտոնում թեկնածություններ առաջադրել Սասնա Ծռերի կալանավորված անդամ Արայիկ Խանդոյանը, միայնակ Գայլը։ Քվեարկության ընթացքում միջադեպ է գրանցվել։ Խանդոյանին սատարողները ընտրատեղամաս էին գնացել նրա նկարով շապիկներով։ Մարզպետարանի ներկայացուցիչը պահանջել էր հանել շապիկները, ինչից հետո քաշքշուկ էր եղել, այդ թվում Խանդոյանի կնոջ մասնակցությամբ։ Անուշ Խանդոյանը ավելի ուշ Նյուզեյմին պատմել էր, ինչ է կատարվել։ Խնդիրը նրանում էր, որ իրենք ուզում էին ճշում գործադրել, սկսենք այդտեղից։ Եկել է Կարեն Տոնյան ոման անունով ինչ-որ մեկը, ասում է, որ պետք է հեռանաս տեղամասից, իրա տեղամասից։ Հարցում ենք ինչու համար, ասում է, քարոզ արշավա շապիկը հակել ես, ասում եմ, ես չգիտեմ, եթե փոխվի, ինչ-որ մի բան փոխվելու է, եթե հանեցի։ Պատասխան չունեին կողմից։ Ծաղկահովիտի գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված Նորային Հակոբյանը։ Խանդոյանը քվեարկության արդյունքներով երրորդն էր։ Ընդհանուր առմամբ հասարակական կազմակերպությունները ընտրախախտումների մասին ահազանգեր են ստացել գրեթե բոլոր համայնքներում, այդ թվում լցոնումներ, ընտրակաշառքներ, կրկնակի եւ ուրիշի փոխարեն քվեարկություններ։ Չնայած դրան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեարկության արդյունքները բոլոր համայնքներում։ Ռուսաստանում Կիրակի կայացած Պետդումայի ընտրությունների արդյունքով Վլադիմիր Պուտինի ղեկավարած Եդինայա Ռոսիա կուսակցությունը ստացել է ձայների 54%, կոմունիստները 13%, Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը 13%, Սպրավիդլիվայա Ռոսիան 6%։ Նախնական արդյունքներով Եդինայա Ռոսիան Պետդումայում 343 մանդատով սահմանադրական մեծամասնություն է ստացել։ Ընտրություններում շոուն ապահովել է Ռամզան Կադիրովը։ Նա Չեչնիայի ղեկավարի քվեարկությանը եկել է մոր ուղեկցությամբ, որի հետ քվեարկելուց հետո լեզգին կայ ապարել ընտրատեղամասի բակում։ Կադիրովը մոտ 98% ձայներով վերընտրվել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնում։ Ավելի ուշ Կադիրովը Գրոզնիում մասնակցել է Չեչեն կնոջ օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը, որտեղ ներկայացել է զրահով, սաղավարտով, թրով եւ նիզակով։ Դժբախտ դեպք է գրանցվել Վանաձորում։ Մի քանի օր առաջ 5-ամյա աղջիկը եռացրած ջրից այրվածքներ է ստացել։ Մայրը փորձել է նրան բուժել տնային պայմաններում եւ բժշկի չի դիմել։ 4 օր անց փոքրիկը մահացել է։ Պարզվել է, որ բազմազավակ ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր հակահիգիենիկ պայմաններում։ Տնակ այցելած մարզպետարանի աշխատակիցները մյուս 3 մանկահասակ երեխաներին տեղափոխել են մանկատուն։ Նրանք նույնպես վերքեր եւ այրվածքներ ունեն։ Բարձր ջերմություն։ Պարզ չէ ինչպես է ընտանիքը համապատասխան մարմինների ուշադրությունից դուրս մնացել։ Ողբերգական վթար է տեղի ունեցել Երևան աշտարակ ավտոճանապարհին։ Կեսգիշերն անց Opel Vectra մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել Ճամփեսրիսյանը եւ շրջվել։ 2 անց տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածները վերադառնում էին հարսանիքի խնջույքից։ Երևանում սեպտեմբերի 18-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել։ Երևանի Արամյանց հիվանդանոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Կոնդի Հարութ մականվամբ հայտնի Հարություն Գալստյանը Կրսկավանդակի շրջանում կտրող ծակով վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոցում մահացել։ Հարուցվել է քրեական գործ։
Ռիո 2016-ի օլիմպիական խաղերից մեդալներով վերադարձած մարզիկները եւ նրանց մարզիչները նախորդին պարգևատրվել են օպերային թատրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։ Ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանին օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նվիրել է $1 միլիոն արժողությամբ բնակարան։ Նույն նվերից ստացել է նաեւ մրցավարական անարդարության հետևանքով ոսկուց զրկված Միհրան Հարությունյանը։ Ռիոյից արծաթե մեդալով վերադարձած Գոր Մինասյանը, որի ընտանիքը մինչև հիմա բնակվում է Գյումրիի տնակներից մեկում, բացի 30 միլիոն դրամից ստացել է նաեւ 4 սենյականոց բնակարան Գյումրիում։ 30 միլիոն դրամ է ստացել նաեւ մյուս արծաթե մեդալակիրը Սիմոն Մարտիրոսյանը։ Մարզիչները նույնպես ստացել են դրամական մրցանակներ։ Իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է պատվո շքանշանով սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար։ Սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում կայացել է անկախության 25-ամյակին նվիրված տոնական զինվորական շքերթի գլխավոր փորձը։ Բացի ուժային կառույցների ստորաբաժանումներից զորահանդեսին մասնակցելու է նաև ռուսական 102-րդ ռազմաբազան։ Շքերթի փորձին մասնակցում էր նաև ռազմական ավիացիան։ Նյուզեեմը շքերթի գլխավոր փորձը նկարահանել է նաև դրոնով։ Եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները նվազել են, դոլարին է աճել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը 7.31, եվրոյինը 529, ֆունտինը 625 դրամ։ Սեպտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կլինի 13-ից 15, իսկ ցերեկը 28-ից 30 աստիճան տաքություն։